Ողջույն բոլորին, ինչպե՞ս եք, հուսամ լավ եք, ես էլ եմ լավ, շնորհակալ եմ։ Առաջին հերթին ուզում եմ բոլորիցս շնորհակալություն հայտնել, որ դիտել եք և շարունակում եք դիտել իմ տեսանյութերը։ Ձեր կարծիքը, ձեր աջակցությունը ինձ համար շատ կարևոր է և գնահատում եմ այն։ Շնորհակալ եմ նաև ջերմ խոսքերի համար մեկնաբանությունների հատվածում, բոլորիդ շատ սիրում եմ և կխնդրեմ նույնչափ ակտիվ լինեք, քանի որ սպասվում են բազմաթիվ անակնկալներ և գեղեցիկ տեսանյութեր։ Այսօր կիրակի է և ունենք մի քանի անելիքներ, որոնցից մեկն է իջնել և զարդարել մեր շենքի շքամուտքը։ Ասեմ, որ ամեն տարի համադրության անդամները կազմակերպում են և միահամուռ ուժերով իջնում են, որպեսզի զարդարեն շքամուտքը։ Դրանք բավականին տարիքով մարդիկ են արդեն, թոշակառուներ, համարժեք են։ Եվ այդ ամենը հաշվի առնելով որոշեցի այս տարի իմ փոքր ներդրում ունենալ, օգնել նրանց, ասեցի նրանց այդ մասին և շատ ուրախացան, ասեմ ավելին, Եղևնու զարդարանքը ամբողջովին վստահեցին ինձ, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Մի խոսքով, ասեմ, որ այդ պարագաները զարդարելու պատկանում են համադրության անդամներին, քանի որ նրանք են գնել, ընտրել են գույները, խաղալիքի ձևերը, ինչի համար կխնդրեմ, որ խիստ չդատեք, քանի որ եթե լիներ իմ Եղևնին, ես այլ կերպ կզարդարեր և այլ գույների համադրություն կտայի։ Մի խոսքով կփորձենք ամեն կերպ ստանալ գեղեցիկ համադրություն այն պարագաներով, որոնք մեզ հատկացրել են, թե ինչ պատրաստեք։ Այսպես ամբողջովին գեղեցիկ վազոններով ծաղիկներ են։ Այս նստարաններ ունենք։ No, que uno de esos, pero vamos que está. Ay, mira. Hola. Bien, gracias. Lo que me gusta es el proceso de terminar. Sí. Buenos días. Hola, buenos días, gracias. Porque yo pienso mucho en los pinos que usted tiene la rama para acá por la gana, ¿no? Yo, ¿qué tal? Voy a cogerlo. Está poblado, ¿eh? Vale ponemos ahora, ¿no?
Arasına bakmadı böyle ha. Mati var böyle. Լավ, եկեք մի փոքր ներկայացնեմ։ Արդեն հավաքեցին դիվերնու բոլոր մասերը, բացեցին տերևները։ Նախքան լույսերը անցկացնելը փորձարկեցի արդյոք աշխատում են թե ոչ։ Կա երկու տեսակի լույս, մեկը գունավոր, իսկ մյուսը սպիտակ։ Դե ինչ, արդեն անցնենք զարդարման պրոցեսին։ Սիրելիներս, իրականում խաղալիքները բավականին քիչ էին, բայց փորձեցի փայլերի միջոցով և ծաղիկների միջոցով արանքները ծածկել, որպեսզի եղևնին խիտ երևա։ Ահա և վերջնական տեսքը։ Ի դեպ, դրսում տղամարդիկ նաև զարդարում էին և կախում էին լույսերը։ Վերջնական տեսքը կտեսնեք հաջորդ վլոգում, քանի որ տեխնիկական խնդիրներ կար։ Մի խոսքով անցնենք մեր երկրորդ գործին։ Հիմա գնում ենք միասին, ընկերուհիներից մեկին վերցնենք, ի դեպ մենք երեքս միասին ենք սովորել։ Գնանք միասին սրճարան, այնտեղ սուրճ ըմպենք և անցնենք ընկերներիս մեկի նվերը, ամսի 21-ին նրա ծնունդն է, բայց մենք միշտ մի քանի օր առաջ ենք նշում, քանի որ ինքը չի սիրում իր ծննդյան օրը նշել անձնական պատճառներով։ Մի խոսքով գնանք Եվայի ետևից ու շարժվենք։ Ryan Little. Japan! Մենք մեքենան կայանեցինք և քայլելով գնում ենք դեպի սրճարան։ Քիչ հետո մեզ կմոտենա նաև մեր երրորդ ընկերուհին Մարիան։ Ահա, խնդրեմ տեսեք ինչ լավ տեսք ունեն մինի կրուասանները։ Պատվիրեցինք սուրճ և մի քանի կրուասանի տեսակներ մինի։ Խոսեցինք, հիշեցինք մեր հին ու բարի լավ օրերը, քանի որ նախորդ վիդեոյում նշեցի, որ միասին ենք սովորել և այդ տարիներից մինչ այսօր անբաժանելի է մեր հրաշալի եռյակը։ Առաջին նվերը Եվայինն է։ Միասին ենք ընտրել, ռիտուալի հավաքածու է, այնտեղ կա օծանելիք, կրեմ և հատուկ ձեռքի ու ջար, ի դեպ շատ անուշ է բուրում։ Ահա, խնդրեմ տեսեք ինչ լավ տեսք ունեն մինի կրուասանները։ Պատվիրեցինք սուրճ և մի քանի կրուասանի տեսակներ մինի։ Խոսեցինք, հիշեցինք մեր հին ու բարի լավ օրերը, քանի որ նախորդ վիդեոյում նշեցի, որ միասին ենք սովորել և այդ տարիներից մինչ այսօր անբաժանելի է մեր հրաշալի եռյակը։ Առաջին նվերը Եվայինն է։ Միասին ենք ընտրել, ռիտուալի հավաքածու է, այնտեղ կա օծանելիք, կրեմ և հատուկ ձեռքի ու ջար, ի դեպ շատ անուշ է բուրում։
Նշեմ, որ Եվան ու Մարիան չցանկացան, որպեսզի ցույց տամ իրենց դեմքերը։ Իդեպ Մարիանը շատ հավանեց, շատ ուրախ էր եւ անչափ շնորհակալ այս գեղեցիկ նվերի համար։ Եվ ահա հերթը հասավ իմ նվերին, քանի որ Մարիան իմ լավագույն ընկերուհին է եւ իմանալով, որ շատ է սիրում Սվարովսկի զարդերի տեսականին, ընտրել եմ նրա համար գեղեցիկ բրաստետ, քարի գույնը կապույտ է, իր նախընտրելի գույնն է։ Հիմա ինքներդ կտեսնեք, շատ հավանեց եւ ուրախացավ, իր սրտով էր ամենակարևորը։ Եվ ահա վերջ, այստեղից արդեն բոլորով գնացինք դեպի տուն։ Ժողովուրդ, ես հասա տուն, մի կերպ մեքենայի համար տեղ ճարեցի, ամբողջը զբաղված էր։ Մենք եկանք տուն, իսկ հիմա բոլորով միասին դնում ենք հայկական ավանդական թթու։ Ասեմ, որ մեր թթուն մի փոքր տարբերվում է սովորականից, քանի որ կան այլ բաղադրիչներ։ Հիմա ինքներդ կտեսնեք։ Լոլիկ, կաղամբ, ծաղկակաղամբ, շոգի խաշած սիրի պասորեն, ռուսելյան կաղամբ, գազուկ, գազար, նեխուր, լոբի, կծուծիծակ, ծնեբեկ և ամենակարևոր բաղադրիչները Հայաստանից բերված չոր սամիտ, սխտոր, սև հատիկ բիբար և դափնու տերև։ Իսկ հիմա կատարում ենք նույն պրոցեսը, բայց արդեն բազուկով։
Այստեղ կա 4 լիտր ջուր եւ ամեն լիտրին ավելացնում ենք 1 ճաշի գթալ աղ։ Ջուրը ընդհանրապես մի փոքր գոլ վիճակում ենք անում, որպեսզի աղը շուտ հալվի եւ արագ թթվի թթուն։ Ահա եւ վերջ, սպասենք, որ թթվի եւ համտեսենք միասին։